Բարև ձեզ։ Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, այսօր ուզում եմ անդրադարձ ունենանք մեր ներքաղաքական իրավիճակին, շատ համացանցում մեծ տարածում գտավ Աննա Հակոբյանի բաժանության, այսպես ասած, չգիտեմ ինչպես վերնագրել, նույնիսկ դա իրենց անձնական կյանքը փորձեցին արտաքին հարթակում մեծ քննարկման առիթ դարձնել։ Կուզեմ անդրադարձ ունենալ ինչու այս արվեց, արդյոք սա քարոզարշավի մի մաս է։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք այնքան կարևոր հարցեր ունենք քննարկվելիք, որ որևէ այդպես կարիք չկար անդրադառնալ անձնական խնդիրներին եւ ընտանեկան հարցերին։ Ես չգիտեմ, գուցե եւ իրականում ինչ-որ խնդիրներ ունեն եւ փորձում են առանցին ապրել իրարից, բայց քանի որ հենց նույն ինքը Աննա Հակոբյանը հանրային դարձրեց այդ խնդիրը, դա նշանակում է, որ եւ այդ մի քանի րոպեանոց ելույթի մեջ այսպես մեսիջներ կային տարբեր հասարակության, այսինքն ըստ էության քաղաքականացրեց իրենց անձնական խնդիրները, որը կարծում եմ այս իշխանության եւ ԿՊ-ի այսպես կարևոր հարցերից մեկն է, երբ որ ներքին հարցերը դարձնում են կարևոր եւ մարդկանց անձնական հարցերը դնում են իտես հասարակության եւ փորձում են դրանով ինչ-որ դիվիդենդներ, այսպես ասած, շահել։ Վերջո ընտանեկան հարցերը բերել արտաքին օրակարգ, մենք տեսնում ենք, որ սա մի հետաքրքիր ձեռագիր է, ուզում եմ զուգահեռներ անցկացնենք միասին եւ տեսնում ենք մեր ներքաղաքական խնդիրները, խոսվում է արտերկրում արտաքին քաղաքական օրակարգում, այնինչ կարելի է լուրջ ավելի հարցեր քննարկել։ Սա ինչ մշակույթ ու կուլտուրա ենք մենք դեպի գնում։ Սա նոր մշակույթ է, այսպես ասած, սովորաբար Նոր Հայաստանի նոր մշակույթ կարելի է ձևակերպել։ Սովորաբար ընտանիքներում փորձում են այդ տեսակ բաները ավելի պահել, ցույց չտալ, որովհետև վերջին հաշվով դա ում է հետաքրքիր։ Դա հետաքրքիր է միայն երկուսի համար, որովհետև դա իրենց անձնական կյանքն է, բայց այս մարդիկ փորձում են սարքել եւս մի PR կոմպանիա, այսպես ասած, որ դրանից ինչ-որ օգուտներ ստանան։ Բուրըն պրոցեսի մեջ է ամեն ինչը, նախընտրական եւ քարոզարշավ է, փորձում են ամեն ինչը օգտագործեն այս քարոզարշավի շրջանակներում։ Այսքանով երևի սահմանափակվենք, հետագայում կերևա այդ ամեն ինչը։ Իդեպ թոշակների բարձրացման մասին ինչ կասեք, բազում էին խոսքերը, թոշակառուները իրենք ասում են, որ այդ 10,000-ը ի վերջո ոչ մի խնդիր չի լուծելու, մենք տեսնում ենք այս թանկացումների ֆոնին։ Տեսեք, այս նույն իշխանությունը մի որոշ ժամանակ առաջ հայտարարում էր, որ ինչ պետք է անի թոշակառուն այդ 10,000 դրամը։ Եվ փորձում էին թոշակառուի փոխարեն բացատրել, թե ինչ կարող է անել թոշակառուն 10,000 դրամը։ Միանգամից ասեմ, որ այդ 10,000 դրամը ոչ թե ինչ-որ մեկի հոր սեփականությունն է, որ ինչ-որ տալիս են քաղաքացիներին, այլ դա բյուջեում եղած գումար է, պետական գումար է, մեր բոլորի տված հարկերից առաջացած գումար է, որը պետությունը պարտավոր է ինչ-որ առումով թեթևացնի հոգսը մեր թոշակառուների։ Հետևաբար 10,000 կլինի, 20,000 կլինի, 30,000 կլինի եւ այլ թվեր կարող են լինել, դրանք բոլորը բյուջեի գումարներն են, դա ոչ մեկինը չի, որ տալիս են։ Եվ եթե մի որոշ ժամանակ առաջ հիմնավորում էին, թե թոշակառուն ինչ կարող անել 10,000 դրամով, հիմա էլ ուղիղ հակառակն են ապացուցում, սա էլ է բնորոշ այս իշխանությանը, որ հան հաչի, չեն չեչի, եւ երեք ինչը որ մերժում էին, այսօր ընդունում են, այսօր ինչ ընդունում են, վաղը մերժում են։ Հետեւաբար
այս քաղաքական ուժի վրա ոչ մի ձևով չի կարելի հենվել։ Ոչ հասարակությունը, ոչ այլ երկրներ, եւ դա պատահական չի, որ մենք մնացել ենք ուղղակի միայնակ։ Բոլորը մեր վրա խաղում են եւ փորձում են օգուտներ քաղել, բայց ոչ մեկը մեր կողքին չի։ Տեսեք նայր ծրագրում այդ իրական Հայաստան կամ նոր Հայաստան, ինչպես ուզում է թող ձևակերպի, որովհետև դա անընդունելի մի ծրագիր է, ասում է երաշխավորներ հարկավոր չեն, մենք պետք է մեր երաշխավորը դառնանք։ Արդյոք մենք այնքան հզոր ենք, որ կարողանանք երաշխավորել ինքներս մեզ եւ կարող լինենք արտաքին քաղաքականության հարթակում ինքնուրույն հանդես գալ եւ հարցեր լուծել, այսպես ասած։ Երբ բանակցային գործընթացը մենք գիտենք տարիներ շարունակ ձգվել է, խոսքը խաղաղության գործընթացի մասին է նաեւ։ Նայեք, բնականաբար իհարկե դուք ճիշտ եք, մենք չենք կարող մեր երաշխավորը լինել, որքան էլ որ մեծ լինի ցանկությունը, որովհետև մենք մեզ երաշխավոր կարող ենք լինել այն ժամանակ, երբ որ այս վիճակից, այս թույլ վիճակից դուրս կգանք, կլինենք մոտավորապես հավասարազոր ուժեր, այդ ժամանակ հնարավոր է ինչ-որ բաներ անել։ Բայց դրա համար մարդկությունը եւ աշխարհը, առաջադեմ աշխարհը գտել է ճանապարհը եւ այդ ճանապարհը հետեւյալն է, որ ինչ-որ երկրներ խառնվում են կոնֆլիկտային երկրների գործերին եւ երաշխավոր են կանգնում, որպեսզի այդ խաղաղությունը պահվի, որ ասենք դա կախված չլինի Ալիևի ցանկությունից, հարձակվի Հայաստանի վրա, թե չհարձակվի, կամ թուրքերի ցեղասպանեն, թե չցեղասպանեն, ինչ որ փորձում են աշխարհում ինչ որ լուծումներ գտնեն։ Այլ բան է, որ դա լավ չի ստացվում կամ դժվար է այդ հարցերով զբաղվելը, բայց ամեն դեպքում կա տարբերակ։ Օրինակ ոնց էր Արցախի հարցում կար ԵՀԿ Մինսկի խումբը, երանախագահողները, որոնք երաշխավորում էին տարբեր հարցեր եւ այդ ժամանակահատվածը խաղաղ էր ամեն ինչը եւ ամեն դեպքում մենք պարտված կողմ չէինք։ Հիմա ինչ արեցին այս մարդիկ։ ԵՀԿ Մինսկի խումբը հանեցին արանքից, թողեցին դեմարդիմար թշնամու հետ։ Իդեպ մենք ենք միայն մի կողմից խոսում եւ մենակ մենք խոսում։ Ադրբեջանը միայնակ չի, Ադրբեջանի հետ կա Թուրքիան, Պակիստանը եւ էլի մի քանի երկրներ։ Կարելի ասել, որ Ադրբեջանը այս պահին երաշխավորներով է։ Իհարկե, Ադրբեջանում երաշխավորված է եւ Պակիստանի հետ ունի նմանատիպ պայմանագիր, եւ Թուրքիայի հետ ունի նմանատիպ պայմանագիր, որ երաշխավոր են իրան, եւ պատահական չի, որ թուրքերը հայտարարում են, որ մենք մի ազգ ենք, երկու պետություն։ Այսինքն դա ուղղակի նշանակում է, որ իրանք միասնական են։ Պատկերացրեք, ասենք հսկայական Թուրքիան, Պակիստանը, որը գիտեք միջուկային զենք ունի, եւ Ադրբեջանը միասին։ Էլ չեմ ասում այլ երկրներ, որոնք այսպես բարբերաբար կամ կողքնեն կամ բան եւ այլ իրան շահերից ելնելով։ Հայաստանի հետ ով է հիմա։ Մենք մի դաշնակից ունեինք, այն կարգավիճակի են հասցրել, որ Աստված համարի, որ դաշնակից ենք։ Դե ասում է չարթարացրեցին իրենց։ Դե գիտեք, դա արդեն ուրիշ հարց է, այդ ինչի չարթարացրեցին իրենց, ինչի տենց եղավ, դա արդեն ուրիշ հարցեր է։ Իսկ օրինակ ինչի համար հապկին խայտարակեցիք, հապկը ըստ էության դուք փնովեցիք աշխարհով մեկ, հապկի մեր քարտուղարին, որը մեր քարտուղարն էր հապկի, այդ ժամանակ քարտուղարը Խաչատուրովն էր, մեր գեներալը, Արցախյան պատերազմի հերոս, ամեն ինչին տեղյակ։ Դիմացը դուք լավ գիտեիք, որ դժվար բանա ժամանակ պատերազմը սկսվելու։ Այդ ժամանակ հապկի քարտուղար են փոխում։ Այն էլ մի ինչ որ անկապ, անիմաստ, անհեթեթ բանով հիմնավորումով իբր թե կոռումպացված գեներալը, բան, հետո պարզվեց դա տենց չի։ Ուղղակի մենք տեղը կորցրեցինք, հապկի քարտուղարի պաշտոնը կորցրեցինք։ Այսինքն դուք մի հատ էլ պատկերացեք հապկի քարտուղարը եւ պատերազմը։ Այդ ժամանակ հապկը ո՞նց կարող մի կողմում լինել։ Ինքան անպայման խառնվելու էր, չէ՞։
Հիմա ո՞վ է մեղավոր։ Երբ որ դուք նախաձեռնեցիք մի process, եթե ուրիշները անեին դա, կհասկանայինք, բայց երբ որ մենք արեցինք դա, Հայաստանը արեց, հանեց քարտուղարին, եւ տեղը ստացանք մեզ հակառակորդ մեկը, որը ըստ էության ոչինչ չարեց, որովհետեւ ոչ մեկին ձեռ չէր տալի խառնվել։ Իսկ մեր պարագայում, եթե հապկի քարտուղարը մերը լիներ, մեր գեներալը բնականաբար կխառնվեր, չէ՞։ Գոնե կդադարացնեին, որ չէին թողի, որ պատերազմը շարունակվի կամ բայց փաստացի չգործեց այդ կառույցը, ստացվում է։ Հա, չգործեց, որովհետև մենք մեզ վատ պահեցինք, հապկից դուրս ենք գալի, հապկի հետ գործ չունենք, հապկը սենց, հապկը նենց, այն կարգի բան արեցին, որ այդ հապկն էլ իրանից, հնես չի, որ մեզ սիրում են։ Քաղաքականությունը ուր է գնում այս պարագայում։ Այս քաղաքականությունը ուր է գնում։ Քաղաքականության մասին է։ Այս քաղաքականությունը մեզ տանելու է փակուղի, որտեղ մենք հայտնվել ենք մի կարգավիճակում, որ որևէ պետություն մեզ չի աջակցելու, չի պաշտպանելու եւ արդյունքում կորցնելու ենք պետականությունը։ Կիրականանա նա, այն ինչ որ ուզում են թուրքերը։ Թուրքերը ուզում են, որ այս պետությունը այս տարածաշրջանում չլինի։ Դա բոլորի ցանկությունն է։ Այդ մեծ թուրանական ամբողջ աշխարհը այդ է ուզում, որ Հայաստանը խանգարում է իրանց միավորվելու։ Հիմա փոխանակ մենք այս ամեն ինչը լավ հասկանալով խելացի վարվենք եւ կարողանանք այս իրավիճակից դուրս գանք, մենք անում ենք բոլոր այն նպաստավոր քայլերը, որը թույլ է տալու, որ մեր թշնամի պետությունները միավորվեն իրար հետ մեր դեմ։ Հա, բայց վարչապետը նշում է, որ այնպիսի աշխարհակաղակական հիմա մենք փուլում ենք գտնվում, որ Հայաստանը արդեն լիարժեք կարողանում է իր հարցերը ինքնուրույն առանց երաշխավորների լուծել խաղաղության պայմաններում։ Արդյոք չեք գտնում, որ սա իրատեսական է, թե կտրված է իրականությունից, դա եմ ուզում հասկանանք։ Դա իհարկե դա այդպես չի։ Հայաստանը ոչ մի հարց էլ չի կարողանում ինքնուրույն լուծել։ Հայաստանի ինքնուրույն լուծված հարցերը ի նպաստ մեր թշնամիների են։ Այսինքն ինչ որ մեզ առաջարկում են, մենք դրան համաձայնվում ենք։ Դա ստացվում է, որ մենք ենք լուծում այդ հարցը։ Մենք կարանք եւ չհամաձայնվենք։ Ինչն է փոխվելու։ Ստացվում է, որ եթե Հայաստանը ասի ոչ, դա տենց է լինելու։ Սահմանադրական բարեփոխումներն էլ եք կարծում դրա ֆոնին են։ Դա սահմանադրական բարեփոխումները մենք վաղուց այդ մասին խոսել ենք, ասել ենք, որ դա ուղղակի Ադրբեջանի իշխանության կողմից ցույցում է տրված, որ պետք է փոխել սահմանադրությունը, ընդ որում սահմանադրությունը փոխելու միակ պատճառը նա է, որ հղումը հռչակագրին պետք է հանել ընդեղից։ Նույնքան դա ձեռք է տալի եւ Ադրբեջանին Արցախի մասով եւ թուրքերին, որ ցեղասպանության մասը պետք է հանել։ Եվ իրանք ամեն ինչ անելու են, որ դա այտենց լինի։ Իրանք կարծիքով, թուրքերի կարծիքով, իրանք կարծում են, որ եթե սահմանադրության մեջ չլինի, հետո հայ ժողովուրդը չի կարող ինքը իրան վերագտնի եւ նորից այդ հարցերը բարձրացնի, այսինքն երբ որ ազգային իշխանություն կլինի, մեր ազգային շահերից կբխի մեր քաղաքականությունը, դա կվերականգնվի։ Դե ամեն դեպքում իրանք մտածում են, որքան հնարավոր է պետքա այդ ամեն ինչից ուրեմն օգուտներ քաղել, որը ցավոք սրտի չարեց նախորդ իշխանությունը։ Տեսեք, նախորդ իշխանությունները այն ժամանակ, երբ որ մենք հաղթած վիճակում էինք եւ Ադրբեջանին հնարավոր էր պարտադրել տարբեր բաներ, որ ստորագրեն տարբեր տեսակի կապիտուլյացիաներ եւ այլը, մենք դա չարեցինք։ Հավանաբար լինելով քրիստոնեաբար վարվեցինք, թույլին շատ չճնշեցինք։ Բայց հիմա տեսեք, որ այդպես էր, քրիստոնեաբար վարվեցինք, թե պարզապես դիվանագիտական բաց էր մեծ։ Գուցե նաև դա, կամ երկուսը միասին։ Հիմա թուրքերը հայտնվեցին այն ժամանակվա մեր կարգավիճակում, այսինքն հաղթած կարգավիճակում եւ օգտագործում են բոլոր իրենց հնարավորությունները, ամենափոքրիկ շանսն անգամ օգտագործում են, որ մեր դեմ իրականացնեն իրենց ծրագիրը, մեծ ծրագիրը։ Պարոն Ավետիսյան, չեք գտնում, որ քաղաքական այս լուրջ բացերն ու սխալները դիվանագիտական նրանից են, որ երբևիցե պատասխանատվության չեն ենթարկում այն անձինք, ովքեր դիվանագիտական դուրս ձախողումներ են ունենում, եւ ինչու երբևիցե չի խոսվում այդ ձախողումների մասին գոնե հետևություն անելու համար հետագայում։ Գիտեք,
այո, պատասխանատվության չեն ենթարկվում այն մարդիկ, ովքեր լուրջ սխալներ են թույլ տալիս կառավարման համակարգում, եւ դրա արդյունքում պետությունը եւ ժողովուրդը տուժվում է։ Դրա համար պետք է այսպես արդար իշխանություն լինի, իշխանություն լինի, որը կախված չի ոչ մեկից, եւ իրականացնի այդ խնդիրները, որպեսզի մի անգամ հասկանանք այս ամեն ինչի հիմքերը որտեղ են, այդ վերացնենք, փակենք, որպեսզի մենք թերություններ հետագայում չունենանք կամ ինչ էլ որ լինի, մենք կարողանանք ուղղենք։ Բայց տեսեք, ստացվում է ինչ, որ անընդհատ իրանք իրար վերարտադրում են։ Տարբեր տեսակների ֆիլմեր կա, չէ՞, որ հրեշի գլուխները տարբեր անընդհատ կտրում ես, անընդհատ աճում են ու վերարտադրվում են, որտեղ հիմքը նույնն է։ Հիմա ստացվում է, որ մենք մի կարգավիճակում ենք, որ այս մարդիկ իշխանությունը ստացել են, վերցրել են իշխանությունը եւ հիմա փորձում են վերարտադրվեն։ Ամբողջ ռեսուրսը իրանց տակ է եւ իրանք փորձում են վերարտադրվեն։ Մյուս խաղացողները իրանց թվում է, որ իրանք մեծ փողեր ունեն, այդ մեծ փողերով կմտնեն քաղաքական դաշտ եւ այդ փողը, ֆինանսը հնարավորություն է տալիս, որ իրանք հավակնեն իշխանության այդ բարձր պաշտոններին, այսինքն ով փող ունի մտածում է կարա դառնա Հայաստանի Հանրապետության նախագահ, վարչապետ եւ այլն, որը շատ տհաճ եւ շատ վտանգավոր է մեր երկրի համար։ Հիշեք, տարբեր տարիներում հայտնվել են այդպես փողատերեր, որոնք մտածում են, որ փող ունեն, ուրեմն կարան իրեն գան Հայաստանում դառնան իշխանություն։ Ցավոք սրտի այս իշխանությունն էլ հիմա գնում է այդ ճանապարհով, որ հնարավորություն է տրվում, որ այդ մարդիկ իշխանությունը զավթեն։ Այդ լավ է, որ հիմա արդեն հասկացան, որ օլիգարխներին չի կարելի թողել իշխանության, որովհետև օլիգարխիան մի խնդիր ունի լուծելու՝ վերցնել իշխանությունը եւ ծառայացնել իր բիզնեսին։ Իշխանությունը օգտագործելով հզորացնի իր բիզնեսը եւ ավելի շատ փող աշխատի։ Տեսեք, մենք սխալների մասին ենք բազմիցս խոսում ու նաեւ թերություններ, որոնք թույլ են տալիս ու հետագայում նաեւ ազդեցություն են ունենում մեր երկրի եւ հասարակության վրա։ Հարցս հիմա նրանում է, եւ մենք դեպի ընտրություններ ենք գնում եւ այդ ընտրությունների նախաշեմին արդյոք այն, այսպես ասած, ինչպես դուք նշեցիք, ֆինանսներ տիրապետող մարդիկ չեն կարողանում ներդրում անել այնպիսի կուսակցությունների կամ մարդկանց օգտին, ովքեր իրոք գաղափարապես ուզում են աջակցել այս երկրին։ Ինչու այդ երկու ստեկը միասին չի ընթանում։ Գաղափար, որը չունի գումարներ եւ ֆինանսներ, որպիսի ձևավորի կամ առաջընթաց ունենա մեկնաբանելու իր գաղափարները, եւ ֆինանսներ, որոնք աջակցեն իրապես այդ գաղափարով մարդկանց։ Ինչու այս երկու համատեղ գործունեությունը միասին չի ընթանում իշա հայրենիքի զարգացմանը։ Շատ հետաքրքիր է հարցը։ Այո, ցավոք սրտի հիմա Հայաստանում այդպես է։ Գաղափարը մի կողմում է, ֆինանսները մի կողմում։ Երբ որ կլինի դրանց միասնությունը, այսինքն գաղափարները կհովանավորվեն, կֆինանսավորվեն, այդ ժամանակ մենք ունենանք հաջողություն։ Այդպես արել է մեր զուգահեռ ազգերից մեկը, որ ինչ որ պահի, երբ որ իրանք բազմաթիվ խնդիրներ ունեին, հավաքվեցին ու որոշեցին, որ պետք է ստեղծել մի գաղափար, եւ այդ գաղափարը պետք է ֆինանսավորվի այդ մեծահարուստների կողմից, ու սկսեցին օգտագործել այդ գաղափարը, այդ ֆինանսները եւ այլ, եւ իրանք դարձան հզորագույն մի պետություն եւ ազգ աշխարհում, որից մենք անընդհատ ուզում ենք համեմատվել, սովորել, բան եւ այլն։ Հիմա բարեբախտաբար մեր կողմից, մեր քաղաքական ուժի կողմից եւ ակտիվ մասնակցությամբ մենք եւ ստեղծվեց եւ մտանք դրա մեջ, խոսքը Լարմասի մասին է, Լարմաս գաղափարախոսության մասին է, որը մոտավորապես նույն բանը ունի եւ եթե Լարմասը կարողանա հասցնել մեր հասարակությանը, որ ինքը գաղափարախոսություն է, ազգային գաղափարախոսություն է, որը մեզ միավորելու է, մեր ներուժը աշխարհով մեկ միավորելու է, ոչ թե կուսակցական շահերի շուրջ, այլ գաղափարի շուրջ։
ցավոք սրտի նրա հիմնադիրը Գերման Լալայան այդ գաղափարի հիմնադիրը մեր հետ չի այսօր, բայց այդ գաղափարախոսությունը կա եւ այդ գաղափարախոսությունը պետք է տանել առաջ։ Կարծում եմ շատերը հետագայում կհասկանան, հիմա ուղղակի նախընտրական ասես քարոզարշավի մեջ են մտած, կատաղի քարոզարշավ են սկսել, բայց իրանք չեն հասկանում, որ այդ քարոզարշավը ինչի համար եք անում։ Անում եք նրա համար, որ պարլամենտում ինչ-որ աթոռներ ունենաք, թե ինչ-որ մի հատ գաղափարական հաղթանակ եք առաջարկում, հավաքվել եք մի գաղափարի շուրջ, որը մեր ազգին, մեր պետությանը բերելու է հաջողություն։ Մի հատ լսեք այդ քաղաքական ուժերը ինչ են ասում։ Իրանք ըստ էության նույն բանն են ասում, ինչ որ ասում է օրինակ այսօր ԿՊ-ն կամ Նիկոլը մոտավորապես մի քիչ առաջ, մի քիչ հետ։ Այդ դա հələ մեծ հարց է, ով ավելի լավ կիրականացնի այդ գաղափարները։ Այս մարդիկ արդեն այսօրվա իշխանությունները արդեն բավականին մեծ փորձ ունեն։ Իրանց ճանաչում են, իրանց գիտեն։ Այս նոր եկած մարդիկ որ գան, հələ սրանք պետք է այդ մարդկանց հետ շփվեն, մի հատ ճանաչեն, հələ մի հատ պետք է Տրամպը իրանց ճանաչի կամ Մակրոնը իրանց ճանաչի, բան եւ այլը, չնայած սրանց էլ արդեն մեկ-մեկ տեղը չեն բերում, բայց հարցը ուրիշ բանի մեջ է։ Այս ամեն ինչը արվում է, որ ինչ լինի։ Որ աթոռ ունենաք պարլամենտում ու անեք նույն բանը, ինչ որ սրանք են անում, թե մի հատ գաղափար է պետք, որը պարզ երևալու է ինչ է ուզում, եւ հասարակությունը, քաղաքական ուժերը հավաքվելու են այդ գաղափարի շուրջ ու բոլորս նպաստելու են, որ այդ գաղափարը մեզ տանի առաջ։ Այդ գաղափարի արդյունքում մենք ստանալու ենք բոլորովին այլ պետություն, այլ ազգի կարգավիճակ, այլ հարցերի լուծման ձև։ Դա լրիվ արդեն ուրիշ բան է։ Որ քաղաքական ուժը, մենք շփվում ենք, չէ՞, այդ քաղաքական ուժերի հետ։ Գիտեք, շատ տխուր է, երբ որ ավելին չասեմ, շատ տխուր է, երբ որ քաղաքական կուսակցության ղեկավարների հետ խոսում ես, իրանք գիտեք ինչ են ասում։ Ասում են, դե էդի բանա, էդի գաղափարը, էդի հետոյի բանա, բան, հիմա պետք է իշխանությունը վերցնել, բան եւ այլն։ Գիտեք, բոլոր այդ արկածախնդիրները սկզբից տենց են ասում են, որ կարևոր իշխանություն վերցնելն է։ Հələ մի հատ նայեք այս իշխանությունը, որ այսօր իշխանությունը վերցրել է, ինչ էր ասում սկզբից։ Ասում էր կարևորը մենք այնպես կյանք կպարգևենք ձեզ, այնպես կյանք կտանք ձեզ։ Հիշեք այդ ինչ որ իրանք ասել են այսօրվա ԿՊ-ն Սիրո եւ համերաշխության։ Սիրո եւ համերաշխության, որ այդ կամերաները կհանվեն, Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ չի, ու այնքան բաներ, Արցախը Հայաստանա եւ վերջ, որևէ մեկը դրանից եղել է, ընդհակառակ եղել է շատ վատ, որովհետեւ իրանք խնդիրը իշխանության գալն էր։ Հիմա այն գաղափարախոսությունը, որ քաղաքական ուժերը մենք որ ունենք, խոսքը Լառնասի մասին է, ներազգային միասնության, որը վերակուսակցականությունից, ինքը համազգային գաղափարախոսություն է, որը միավորելու է մեր ազգին, այդ խնդիրը դրած է մեր առաջ, որպես քաղաքական ուժ, մենք դա պետք է լուծենք։ Եթե մեր մոտ դա ստացվեց, ուրեմն մենք որպես ազգ, որպես պետություն կգոյատևենք այս տարածաշրջանում, որովհետև միայն այս գաղափարախոսության տակ հնարավոր է այդ խնդիրները լուծել։ Եթե խնդիրը իշխանություն վերցնելն է, իշխանության մաս կազմելն է, դա շատ կարճ է տևելու, որովհետև ինչ ուժ էլ գա իշխանության այս տրամաբանության մեջ, այս գաղափարախոսության տակ, որ հիմա իրանք ունեն, այսինքն ըստ էության չունեն, դա շատ կարճ է տևելու, որովհետև թուրքերը հաղթելու են։ Հետևաբար, ստեղից պետք է հետևություն անել։ Մենք շատ քիչ ընտրություն ունենք, այսպես ասեմ, ու շատ կարճ ժամանակ, որ պետք է հասկանանք մենք ինչ ենք անում, ինչի համար ենք դա անում։ Ամեն մի քաղաքացի պետք է իրան հարց տա, ինչ ենք դա անում մենք, ինչ է տալու դա մեզ։ Այս հարցին եթե կարողանանք պատասխանենք, մենք կունենանք հաջողություն։ Այս իշխանությունը մտածում է, որ ինքը կարա ինչ-որ ձևով նորից վերարտադրվի եւ պահի, ես ուզում եմ հիասթափեցնեմ իրենց, ասեմ, որ հնարավոր չի։ Դա բացառված է, որ կարողանաք դուք իշխանությունը վերարտադրվեք ու պահեք այդ իշխանությունը, չեք կարալու պահեք։ Ձեզանից ավելի լավերն են եղել, որոնք գնացել են այս նույն ճանապարհին ու 1 տարի հետո իշխանությունից փախել են ուղղակի։ Չեք կարալու պահեք իշխանությունը։ Իզուր մի գնացեք այդ ճանապարհով։
Պարոն Իրավիճակը Ավետիսյան, այդպեսին է։ մի փոքր մեր հայացքը նաև ուղենք ճիշտ է դուք կուսակցության ղեկավարներին անդրադարձ ունեցաք, բայց մենք շատ հաճախ տեսնում ենք ղեկավար, բայց նրա թիմում չկան մասնագետներ կամ կան այնպիսի մասնագետներ, որոնք զրո փորձառություն ունեն քաղաքականության մեջ։ Ես նաև թիմերին եմ ուզում անդրադարձ ունենալ, որպեսզի մեր հետևորդները, հետագայում ընտրողները նաև ուշադրություն դարձնեն, թե տվյալ ղեկավարը ինչպիսի թիմով է գնում, որովհետև դա շատ կարևոր է, մենք տեսնում ենք արտաքին քաղաքականության ոլորտում նշանակումներ են անում, ղեկավարներ են նշանակում ընդհանրապես տարբեր ոլորտներում, որոնք զրո միավոր ունեն այդ դաշտում կատարած։ Ես կուզեմ նաև թիմին անդրադարձ ունենանք, ինչու չի ընտրվում այնպիսի բանիմաց մարդկանց թիմ, որոնք իրոք օրենսդրական, գործադիր մարմնում կկարողանան ճիշտ ձևակերպել թե օրենքները, թե արտաքին քաղաքականությունը, հարցս միգուցե մի փոքր ծավալուն ու երկար է, բայց կուզեմ անդրադարձ ունենանք սրան։ Տեսեք, որովհետև նպատակ չկա։ Ինչին պիտի ծառայիք այս պաշտոնյան։ Նպատակը ո՞րն է։ Եթե նպատակը դրվի, գաղափարը այսինքն դրվի, դու կտեսնես, չէ՞ որ այս մարդը պատրաստ չի այս գաղափարին ծառայելու։ Այս մարդը չի կարող այդ գաղափարին ծառայել։ Հետևաբար պիտի գտնես այն մարդկանց, որոնք կարող են այս գաղափարի տակ ծառայեն։ Եթե գաղափարը չկա, չմոռանանք, որ այս իշխանությունը որ եկավ, ասաց մենք իզմ չունենք։ Օրինակ սովորաբար ոնց է, երբ որ օրինակ սոցիալիստները գալիս են, ասում են, որ գիտեք, մենք մեր գաղափարախոսությունը սոցիալիզմն է ու մեր ամբողջ գործունեությունը մենք պետք է անենք, իրականացնենք, որպեսզի սոցիալիզմի գաղափարը հաղթանակի։ Իսկ երբ որ սոցիալիզմի գաղափարը հաղթանակի, դուք կունենաք այս բաները։ Ասվում է, որ մարդիկ գնում են դրա հետևից։ Կգան սոլիդարիստները, կասեն, որ սոլիդարիզմի գաղափարը այս բաներն է, մենք ասում ենք, որ եթե քվեարկեք մեր օգտին, այս գաղափարը կբերենք։ Լիբերալները եւ այլը։ Հիմա այս մարդիկ եկան ասացին մենք իզմ չունենք։ Պատկերացնում եք ինչ են ասում։ Եկել են ասում են քաղաքական դաշտում, որտեղ ամենակարևոր բանը գաղափարախոսությունն է, գաղափարն է, եկել են ասում են մենք իզմ չունենք։ Այսինքն մենք գաղափար չունենք։ Մենք եկել ենք պաշտոնները վերցնենք ու աշխատենք, վայելենք, որը որ արեցին։ Խնդիրը դրանց չի որ լուծեն, ինչ խնդիր լուծեն։ լուծեն։ Այդպես չեկան։ Ես այդ համակարծիք չեմ, որտեղ եկան իրենք ուղղակի ասելով, որ մենք այդ հոգսերի տակ, որոնք դուք եք, անարդարությունները, որոնք կատարվում են, եկել ենք վերցնելու, այդ ամեն ինչը վերացնելու։ Հա, դե ասեցին, բայց արեցին։ Երբ որ իզմը չկա, գաղափարը չկա։ Այդպես որ բացահայտ ասեին մենք չենք անելու, մեր ժողովուրդը հաստատ իսկ։ Դե հիմա ասեցին։ Հիմա ստացվում է լավ գովազդի խփված ենք։ Հա, իհարկե։ Հիմա ասենք ինքը իրանք շատ բաներ են ասում։ Ժողովուրդը հավատում է հիմա այդ ամեն ինչին։ Բալավ հիմա այս նորընտրություններին ինչպես ենք մենք գնալ։ Կան միամիտներ, որ այս ամեն ինչը խոսում ատելության մթնոլորտում։ Ում են ավելի շատ ատում։ Այս իշխանությանը, թե նախկին իշխանությանը։ Եթե խոսքը ատելության մասին է, այդտեղ ոչ մի լավ բան չկա, ով էլ լինի վատ ալնելու։ Ոչ թե վատի ու վատարագույնի ընտրություն պիտի լինի, այլ լավի ու լավագույնի ընտրություն պիտի լինի։ Պետք է լուծումներ առաջադրվեն, լուծումներ առաջարկվեն մարդկանց։ Գիտեք, մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, այնպես չի, որ ժողովուրդը ուզում է հասկանա։ Ոչ թե պետք է ժողովրդին ասել վաղը քեզ հաց են տալու, որ ուտես։ Ինքը ուզում է հասկանա, որ այդ ոնց է այդ հացը տալու։ Այդ ճանապարհը ոնց է անելու, որ դա տենց ալնելու։ Դու պետք է այդ process-ը բացատրես, խոսքս ազգային հարցերի հետ է կապված եւ մեր անվտանգության հետ է կապված։ Հայը իր հացը կստեղծի։ Այդպես խնդիր չկա, որ դու հային հաց տաս։ Ամենավատ պայմաններում անգամ մենք ավելի լավ ենք ապրել, քան մեր հարևան երկրները։ Բայց խոսքը մտածել ժամանակ չէ։ Այո, բայց հիմա տես ինչ են ասում։ Այս քաղաքական ուժերը ինչ են ասում։ Ասում են, որ Նիկոլը լավը չի, մենք գանք լավ կլինենք։ Այն Նիկոլն էլ էր նույն բանը ասում։ Ասում էր սրանք լավը չեն, որ մենք գանք լավ կլինի, որ մենք փող չուտենք, լիքը փող կլինի ու բյուջեն կտանք ժողովրդին արդեն։ Եկան ինչ արեցին։ Եկան 6 միլիարդ հանոց բյուջեն պետության
Պարկը սարքեցին 14 միլիարդ։ Ստացվում է, որ մենք ոչ թե լավ ապրեցինք, այլ արդյունքում Արցախը կորցրեցինք, Հայաստանի մասերը կորցրեցինք, ցեղասպանության ենթարկվեցինք, վախի աստիճանը մեծացավ, պարկն էլ կուտակվա վրաներես։ Բայց իրենք լավ պարգևավճարներ ստացան։ Իրանք ստացան պարգևավճարներ, որովհետև իրանք եկել էին իրանք խնդիրը լուծեն, իրանք չէին եկել որ ազգի խնդիրները լուծեն։ Իմ ասածը դա է, որ ազգի խնդիրները պետք է գլխից դնես ու ասես այդ ինչ եմ անելու, որ գամ այս խնդիրները ոնց եմ լուծելու, այսինքն գաղափարախոսություն պետք է ունենաս։ Այդ գաղափարախոսության հետևորդներն էլ որ գան քեզ քվեարկեն, հետևաբար դու այդ խնդիրները պետք է գնաս ու լուծես, եթե դա չանես, հաջորդ անգամ չես ընտրվի դու։ Բայց դու եթե գաղափար չես տալի, ասում ես ես ոչ մի բան չունեմ իզմերի մասով ասելու ձեզ։ Ես ասում եմ դու լավ կապրես կամ վատ կապրես, ինչ ստացվեց արդյունքում։ Նայեք, իրանք ասում են որ նախկինները ժամանակին բան էին տալի, ընտրակաշարք էին տալիս, ճիշտ է։ Այնտեղ ասում են որ 10,000 դրամ էին տալիս քվեարկելու բան։ Ես չգիտեմ, գուցե այդպես է, բայց այդ իրանք խոսքն է, իրանք են տենց ասում։ Բայց հիմա ինչ է ստացվում։ Ընտրության հենց նախաշեմին թոշակներն եք բարձրացնում, իբր ջրի հարցն եք կարգավորում, իբր անվճար եք սարքում բանը, բուժօգնությունը, առողջապահությունը, այդ ամեն ինչը դիտարկվում է որպես նախընտրական, բայց դուք դա օգտագործում եք ձեր կուսակցության համար, չէ՞։ Դուք դա չեք անում նրա համար ու չեք ասում, որ դա պետությունն է անում, մեր կուսակցությունը ի՞նչ կապ ունի դրա հետ։ Դուք ուրիշ բան եք ասում։ Դուք ասում եք, որ դա մենք ենք անում եւ հիմա ներկուսակցական քարոզարշավը, որ ներկուսակցական տիլնի, իրականացնում է երկրի ղեկավարը եւ օգտագործում է պետական բոլոր լծակները ներկուսակցական քարոզարշավ անելու համար։ Հասկանում եք, այսինքն մենք բոլորս վճարում ենք, որ իշխանությունը իր այդ կուսակցությունը, որի իշխանության գլուխ է, որ այդ կուսակցությունը իր ներկուսակցական խնդիրները լուծի մեր հաշվին։ Այսպիսով կարելի է ասել, որ կուսակցությունների քարոզարշավը անհավասարաչափ է իր պայմաններով։ Իհարկե անհավասարաչափ է, հավասարություն չկա։ Իրական այն ուժերը, որոնք ուղղակի զրկված են եթերային հնարավորություններից, որ եթերը փակ է բոլոր այն ուժերի, որ սրա նրա տակ չեն, իսկ ով ում տակ է, նրանք եթերները տրամադրում են իրար եւ օգտագործում են ժողովրդին քարոզելու իրանց մոտեցումները։ Եվ սա հենց շատ վտանգավոր է, որ անհավասար պայքար է։ Եսեք պայքարը նախընտրական սահմանված է, որ պետք է հավասարաչափ լինի այդ պայքարը։ Իհարկե պետք է հավասար լինի, ընտրապայքար նախ քարոզարշավը դեռ չի սկսել։ Հիմա մի հատ անունը դնում եք ներկուսակցական քարոզարշավ ու սկսում եք պետական միջոցները օգտագործել ձեր կուսակցություններում հավաքվել, ժողովներ անել եւ այլը։ Այսինքն դուք մի հատ sense պտույտ եք անում ամբողջ հանրապետությունում, ներկուսակցականի անվան տակ քարոզ եք անում, հետո էլ մի հատ քարոզարշավի ժամանակ արդեն կանեք այդ process-ի ժամանակ որպես արդեն օրինական քարոզարշավ, ստացվում է դուք անհավասար հնարավորություն եք ստեղծում։ Ու այն ուժերը, որոնք հիմա փորձեն իրանց միջոցներով դա անեն, դա նշանակում է, որ իրենք տասնապատիկ ավել միջոցներ պետք է ծախսեն, որ կարողանան ինչ-որ ձևի լրացնել, չէ՞։ Բայց դուք դա անում եք արդեն ձեր ներկուսակցական խնդիրները լուծելու համար։ Ի վերջո այս մարդիկ չեն հասկանում, որ երկրի ղեկավարն է, այդ կուսակցության ղեկավարը չի։ Ընդհանրապես պետք է այդ նոր սահմանադրության մեջ բոլորս հարցերը անդրադառնանք եւ սահմանադրությամբ պետք է արգելվի նման երևույթները, որովհետեւ ով դառնում է երկրի ղեկավար, ինքը պետք է դադարեցնի իր կուսակցական պատկանելությունը։ Ոչ թե առավոտից իրիկուն նստի իր կուսակցությանը գովա ու իրանց ներկուսակցական խնդիրները սարքի ազգային խնդիր, այլ պետք է ինքը զբաղվի պետության գործերով։ Իսկ պետության գործը նա է, որ պայմաններ պետք է ստեղծվի բոլորի համար հավասար։ Ուրիշ բան է, որ դու ներսում այլ պատկերացումներ ունես։ Դու այլ քաղաքական ուժի ես հավատում կամ հավանում, բայց դու դա պետք է ցույց չտաս։ Այդ շատ լավ օրինակ է բերում Վեհափար Հայրապետը այս առումով։ Հասկանալի է, չէ՞, որ ինքը որպես մարդ լավ չի ընդունում այս մարդկանց։ Չի սիրում այս մարդկանց, օրինակ։
Բայց երբևէ ատելության քարոզ լսել եք իր կողմից այդ մարդկանց նկատմամբ։ Ոչ։ Որովհետև ինքը ամենայն հայոց հայրապետն է, այսինքն բոլոր նրանք, ովքեր նույնիսկ շեղված են, ինքը նրանց չի վիրավորում կամ չի առանձնացնում։ Ասում է, որ նույնիսկ եթե ինչ-որ բան լինի, գոնե ասենք առավելագույնը ասում է, որ մոլորված են, պետքա փոխվեն, պետքա հետ բերել, այսինքն էլի սիրո մթնոլորտում, որը նույն ձևով տանի իշխանությունը, որովհետև իր ձեռքը ավելի շատ լծակներ կա եւ պետության գլուխն ինքն է, ավելի կոնկրետ լծակներ կա, բայց այս մարդիկ չեն հասկանում, որովհետև իրանք իրականում պատրաստ չեն իշխանության, իրանք պատրաստ չէին իշխանավոր դառնալու եւ կառավարելու երկիրը։ Ինչքան վատ բան կար են նախկիններից սովորեցին, տասնապատիկ ավելացրեցին, լավ բաներն էլ չսովորեցին։ Բարի պարոն Ավետիսյան, մեր ժամանակը սպառվեց, մենք հաջորդ հաղորդումներին եւս անդրադարձ կունենանք այս թեմաներին, որովհետեւ առջևում ընտրություններ են եւ հուսամ այս ընտրություններին իրոք հայապահպան կուսակցությունները պիտի որ ղեկավարեն գոնե թե երկիրը։ Գաղափարական։ Այո։ Իսկ դուք հարգելի հետևորդներ մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։